Պարոն Բաբայան, այս կիրակի օրը տեղի է ունենալու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ձեր պատկերացմամբ ինչպիսի ազգային ժողով ենք ունենալու։ Ես մի բան ինչպիսի ազգային ժողով կուզենայի, որ ունենայինք, եւ լրիվ ուրիշ բան է, թե ինչ ենք ունենալու, բայց չգիտեմ, իհարկե կուզենայի սխալվել, կարծում եմ, որ ոչ մի բանով չի զիջելու նախկին ազգային ժողովին, եւ դա լավ չի, որտեղ իրականում ժամանակները շատ արագ են փոխվում, եւ նույնիսկ հիմա չկարելի համեմատել 21 թվականի հետ, ես նկատում այն ամեն ինչ որ կատարվում է աշխարհում եւ մեր երկրի առջեւ շատ լուրջ խնդիրներ են պետություն կառուցելու, ամրապնդելու անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունը, մշակույթը, գիտությունը, ամեն ինչ։ Արդեն առաջնորդվել պետականաշինության մոտեցումներով։ Եվ իհարկե լավ կլիներ, որ ընդդիմություն կամ իշխանություն, անկախ նրանից ով ինչ դիրք է գրավում, իրենց հիմնական խնդիրը լիներ դա, տարբեր ձևեր առաջարկելով եւ այլն։ Ցավոք սրտի կարծում եմ ոչ, եւ ցավոք սրտի կարծում եմ, որ այն խնդիրները, որով առաջնորդվելու է մեր տիտուլային ընդդիմությունը, ձևակերպվելու են ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում։ Բայց իրենք իրենց խոսույթում անդադ խոսում են ժողովրդավարությունից, պետության շահից, բայց տեսնում ենք, որ հենց նույն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ռեժիմով ընտրակաշառքի մեջ են մեղադրվում։ Այս իրավիճակով ինչպես կարելի նման հայտարարություններ։ Խոսքին ընդհանրապես պետք չի երբեք որևէ ուշադրություն դարձնել։ Կարծեմ Աստվածաշնչում է գրած, որ դժոխքի ճանապարհը կառուցված է բարի նպատակներից, իսկ դրախտինը բարի գործերից։ Իսկ ով է վատ բան ասում։ Ես ուզում եմ վատություն անել։ Ես չեմ ուզում պետությունը կառուցվի, ես չեմ ուզում տնտեսությունը դիվերսիֆիկացված լինի, ես չեմ ուզում Հայաստանի անվտանգությունը կառուցվի, դա ոչ ոք չի ասի։ Կոնկրետ այսօր կա մի երկիր, որը հայտարարել է Հայաստանին հիբրիդային պատերազմ, եւ այդ երկիրը Ռուսաստանն է։ Ռուսաստանին սիրում ենք, չենք սիրում, դա փաստ է։ Եվ այդ փաստը պետք է արձանագրել։ Ռուսաստանը չի ճանաչել մեր ընտրությունները եւ խնդիրը այստեղ ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ էլ քաղաքացիական պայմանագիրը։ Ռուսաստանը չի ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը։ Սա է խնդիրը։ Դուք ով եք, որ ընտրություն կատարեք։ Սա է ենթատեքստը։ Եվ ուշագրավ է, որ այդ երկրի պաշտոնյաները, որտեղից փախնում են անգամ իրենց երկրի քաղաքացիները, մեղադրում էին Հայաստանին ոչ ժողովրդավարական, ոչ թափանցիկ եւ ոչ ազատ ընտրություններ անցկացնելու մեջ։ Դե մեղադրեմ, բայց դա գիտեք, կարծում եմ ամեն ինչ ունի իր ժամանակ։ Կա ժամանակ զարմանալու, կա ժամանակ զայրանալու, կա ժամանակ անտեսելու։ Անկախ նրանից ինչ են ասում, ոնց են ասում, այդ առաջ էր։ Գուցե նշանակություն ուներ մեր որոշակի մշտական գաղութում լինելով մտածելակերպը, երբ որ մենք շատ մեծ արժեք ենք տալիս ինչ կասեն մեր մասին, ինչ կմտածեն մեր մասին։ Սեփական քաղաքականությունն էին կառուցում, որ հանգարցակի չնեղացնենք որևէ մեկին։ Մինչև հիմա հաճախակի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից լսվում է՝ վայ կարող է Իրանը նեղանա, վայ կարող է Ռուսաստանը նեղանա, կամ այս երկիրը, կամ այս երկիրը։ Քո շահն է առաջինը, եթե դու կառուցում ես քո կյանքը, ես չեմ ասում պետության մասին նույնիսկ։ Պետությունը աբստրակտ հասկացողություն չի, պետությունը դա մարդիկ են։ Մարդը կարողանա երջանիկ կյանք կառուցել, երբ որ առաջնորդվի սեփական շահերով, չանտեսելով նաև դիմասինի շահերը։ Բայց եթե նա անտեսում է սեփական շահը, սեփական կյանքի երջանկությունը, նա երբեք լավ կյանք չի կառուցի, ոչ իր համար, ոչ իր շրջապատի համար։ Նույնը պետության մեջ,
Քեզ կհարգեն, եթե տեսնեն, որ քո համար քո ազգային խնդիրը, քո պետական խնդիրը ամենակարևորն է։ Կարող են չհամաձայնվել, կարող են նույնիսկ վիճել քո հետ, կարող են նույնիսկ քեզ պատժել դրա համար, բայց քեզ կհարգեն։ Այն դուք նոր նշեցիք, որ Ռուսաստանը մեզ հիբրիդային պատերազմ է հայտարարել, նաև կարծեք թե տնտեսական պատերազմի է մոտենում, որովհետև արդեն ամբողջ կաթնամթերքը, որը Հայաստանից արտահանվում էր, արգելվել է Ռուսաստանի Դաշնություն։ Մինչդեռ մեր ընդդիմադիրները շարունակում են կրկին այդ կախվածության մեջ մնալ, հենց նույն Գագիկ Ծառուկյանը այսօր քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել, որի մեջ նշել է էլի, որ ինքը դեմ չէ արտահանումներին Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, բայց նա ասում է, որ դա մեկ օրում չի լինում, մեկ ամսում չի լինում եւ ամբողջ արած դրածը ջուրը կընկնի։ Այդ ինչ արած դրածի մասին։ Մեկ օրում չի լինում, 30 տարի պետք է դրանով զբաղվել, բայց ես շնորհակալ եմ Ռուսաստանին։ Ռուսաստանը իր քաղաքականությամբ արագացնում է մեր քայլերը։ Սա շատ կարևոր է։ Միգուցե եթե Ռուսաստանը չդիմեր նման ուրեմն պատժամիջոցների, մենք դեռ երկար ժամանակ կամրապնդեինք այդ մեր կախվածությունը, իրավիճակը աշխարհում շատ արագ է փոխվում։ Այսօրվա Ռուսաստանը այն Ռուսաստանը չէր, որը 3 տարի առաջ էր, նույնիսկ կես տարի առաջ էր։ Եվ աշխարհը այնպեսին չի։ Շատ արագ ամեն ինչ փոխվում, եւ այդ աշխարհի մեջ չկողնորոշվել, շարժվել նախքին դե մեր պապերը դեռ այսպես էին մտածում, մեր ծնողները այսպես, մենք այս բիզնեսը դրել ենք մենակ այս ուղղությամբ, տասնյակ տարինով, հետո ինչ։ Եվրոպայի ամբողջ տնտեսությունը կառուցված էր էլի ռուսական գազի վրա։ Բայց Եվրոպան էլ հասկացավ, թե ինչքան դա վտանգավոր է։ Ես բացարձակապես չեմ քարոզում կտրել բոլոր կապերը, բայց մտածել սեփական անվտանգության մասին, սա շատ կարևոր է։ Եվ միգուցե հենց Ռուսաստանի նախագահն ստիպում է, որ մենք դա անենք ավելի արագ, ավելի մտածված, որի համար ես շնորհակալ եմ։ Հաճախակի գիտեք ինչ մարդու ուզում է վատություն անի, բայց լավություն է ստացվում։ Եվ հակառակը։ Ընդդիմադիրների մեջ մարդիկ, որոնք տնտեսագետներ են, այդ գործունեությամբ են զբաղվում, թեև ուղիղ չեն կարող ասել, որ հավատ է Եվրամիությունը այսքան աջակցություն է ցուցաբերում, բայց էլի ինչ-որ խնդիրներ հասկանալի է կլինեն արտահանման հետ կապված, որտեղ դա մեծ շուկա է, բայց ինչի չեն ուզում տեսնել այդ դրականը, հա, ի վերջո բացվել է այդ ճանապարհը, Եվրամիությունը մեզ տվել է այդ ճանապարհը։ Կա եւ անձնական շահ, ինչ ենք մենք դա բացառում, մարդիկ, որոնք ունեն որոշակի բիզնեսներ, որոնք կապված են այդ երկրի հետ, կա եւ ավանդական վախ։ Այդքան երկար են մեզ ուրեմն համոզել, որ մեր միակ փրկությունը այդ հյուսիսային հարևանն է, հակառակ դեպքում մեզ կուտեն, կոչացնեն եւ այլն, որ կա նաեւ դա, կա նաեւ մտածողության իներցիա։ Գիտեք, դա տարածված է մարդկանց մոտ։ Դա այսպես ենք ապրել, այսպես հարմար ախր, հիմա ասում եք փոխվենք մի քիչ բան անենք, բայց ժամանակը շատ դաժան ուսուցիչ է։ Եվ եթե դու հաշվի չես առնում, դա քեզ պարզապես շպրտում է դուրս։ Դու կարող ես ինչքան ասես բողոքես ժամանակներից, ինչ մենք սիրում ենք անել։ Վայ, այսին ժամանակներում ենք ապրում, այս են մեր ժամանակները։ Ուրիշ ժամանակում մենք չենք ապրի։ Ուրիշ ժամանակում կապրեն մեր երեխաները կամ ապրել են մեր ծնողները։ Սա է մեր տրված ժամանակը։ Կամ մենք հասկանում ենք այդ ժամանակի, ասենք ասեմ, զարկերակը ինչպես է խփում եւ փորձում ենք հարմարվել, փորձում ենք լավագույնը քաղել, ինչ որ կարողանում են անել շատ երկրներ։ Նայեք, բերեմ մի շատ հասարակ օրինակ, թող ոչ ոք չմտածի, որ սա կապված է ինչ որ նախասիրությունների հետ։ Ռուսաստանը, երբ որ հարձակվեց Ուկրաինայի վրա, նա հույսը դրել է այդ քանակի, տնտեսության հնարավորությունների եւ այլն։ Ինչ արեց Ուկրաինան։ Ուկրաինան լրիվ ասիմետրիկ գնաց։ Ուղեղի զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների եւ այլն, եւ պարզվեց, որ այդ երկիրը, հա, որին օգնում են, բայց օգնում են, կներեք, ոչ թե մարդկանցով, այլ ժամանակակից տեխնոլոգիանով, երկիրը կարող է դիմադրել Ռուսաստանին եւ նույնիսկ պատժել Ռուսաստանին, Ռուսաստանի խորքում։ Ինչպես է դա կատարվում։ Դա կատարվում է, երբ դու սկսում ես մտածել 21-րդ դարի չափանիշներով։ Երբ որ դու արդեն մեզ եմ անդրադառնում 21-րդ դարում
որպես իդեալական ընդունում ես քո ֆիդայական շարժումները եւ փորձում ես այդ գաղափարախոսությամբ ապրել 21-րդ դարում, դու պատժվում ես, դու պարտվում ես, այն ինչ որ կատարվեց մեր հետ։ Մենք պարտվեցինք մտածողությամբ, ժամանակը արհամարելով, նախկինի հետևից գնալով եւ ուրիշի հետ հույսերը կապելով։ Մենք հիմա ուզում ենք դա շարունակենք, չէ՞ որ պարտությունը մարդկանց դարձնում է ավելի իմաստուն։ Եկեք դառնանք ավելի իմաստուն ու չգնանք երկրորդ անգամ նույն ճանապարհով։ Ովքեր են մեզ տանում նույն ճանապարհով գնալու ուղղությունով։ Նրանք, ովքեր միշտ ման են գալիս ու յուրաքանչյուր պարտության անհաջողության մեջ դավաճաններին։ Դա ամենահեշտ ճանապարհն է։ Դա նշանակում է կապել կոնկրետ անձի հետ ու ոչ մի բան չփոխել քո կյանքում։ Հետո էլի պարտություն, էլի զոհեր, էլի կորուստներ ու էլի ման գանք դավաճաններին։ Եվ այսպես 100 տարիներով շարունակ։ Գուցե ժամանակն է մի հատ փոխենք ու ոչ թե ման գանք դավաճաններին, այլ հասկանանք, որ ամենամեծ դավաճանը մեր մտածողությունն է, որը մնացել է նախկինում եւ չի համապատասխանում այսօրվա պահանջներին։ Այդ ժամանակ կլինենք հաղթող։ Նայեք, անընդհատ խոսում են, որ ահա հեսա ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր վրա ինչ վտանգավոր կնստի եւ այլն, բայց նաեւ մենք տեսնում ենք ԵԱՏՄ անդամ երկրների անհատ ներկայացուցիչների հետ հանդիպումներ, օրինակ մեր դեսպանն էր հանդիպել Ղազախստանի ներկայացուցիչներից մեկի հետ եւ առևտրատնտեսական տարբեր կապերի վերաբերյալ համագործակցության մասին պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այսինքն այդ երկրներն էլ այնպես չի, որ եթե Ռուսաստանի հետ կապերը խզվեց կամ ԵԱՏՄ-ն քանդվեց, այդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ չեն լինելու։ Չենք մենք միայն այդ երկրները հիշում, 90-ական թվականներ, ինչ էին ասում Ռուսաստանում, մենք պարզապես չենք հիշում պատմությունը, Արևելյան Եվրոպա երկրների մասին, հիմա սրանք կկործանվեն, որտեղ պոկվեցին մեզնից եւ վաղը մյուս օր ծնկաչոք կգան մեզ մոտ, չեկան, զարգացան, մտան Եվրոմիություն, մտան ՆԱՏՕ, դառան եվրոպական մի ընտանիքի կարևորագույն անդամներ։ Նույն բանը հետո ասվում էր մերձ Բալթյան հանրապետությունների մեջ։ Կկործանվեն, ծնկաչոք կգան ու կխնդրեն, կաղաչեն, որպեսզի մենք իրենց հետ վերցնեն, որտեղ ինքնուրույն ապրել չեն կարող։ Իրենց արտադրանքը ոչ մեկին պետք չի, չեղավ։ Մակարդակը 10 անգամ ավելի բարձր է, ես նկատում ապրուստի մակարդակը, քան Ռուսաստանում։ Նույն բանը կատարվում է հիմա ամբողջ այս մնացած, ԱՊՀ-ում, Ուկրաինան դուրս է գալիս, Մոլդովան դուրս է գալիս, մի հատ Լուկաշենկոն չլինի, Բելարուսյան 100%-ով դուրս է գալիս, այն ինչ որ նախանցյալ ընտրություններին այդ ժողովուրդը ապացուցեց։ Իրականում Վրաստանն էլ է դուրս գալիս, Ադրբեջանը դուրս եկած է, Հայաստանը դուրս գալու ճանապարհին է, Ղազախստանը դուրս գալու ճանապարհին է, Ուզբեկստանը դուրս գալու ճանապարհին է, որի հանդեպ Ռուսաստանն էլի ուրեմն սանիտարական նորմերի պատժամիջոցներ է մտցրել։ Այս ինչ ճակատագիր է մեր մոտ, հայ բախտը, հայ բախտը իր խելքից է։ Թումանյանի մոտ հայ բախտը, մարդու բախտը իր խելքից է, որը իր երջանկության կողքովանցնում է, գնում է ինչ որ երևակայական բախտի հետևից։ Ստեղ է եւ մեր աշխարհագրական տեղի մեջ է մեր բախտը, լավ իմաստով, եւ մեր այս ազգի ներկայացուցիչ լինելու մեջ է մեր բախտը, լավ իմաստով, եւ շրջապատի ընկերության մեջ է արաում հետ ուզում ես, եւ դռները քո առջեւ կբացվեն, մի փակվի, մի առաջ տար ուրիշի շահը, երբեք լավ բանի դա չի բերի։ Մենք կարող ենք ասել, որ արդեն եկել է այն պահը, որ էլ նամակ ռուսաց թագավորին գրելու անհրաժեշտություն չկա։ Ես կարծում եմ նման անհրաժեշտություն երբեք չի եղել։ Ուրիշ բան է, որ եղել են բազմաթիվ նամակ գրողներ, բայց կարծում եմ նախ հասկացել են, որ այդ նամակագրությունը միակողմանի է եւ պարզապես դու արձանագրում ես, որ դու ինքնուրույն մտածողություն չունես, որ դու ստրուկ ես եւ արժանի չես ազատ մարդ լինելու ուրեմն կարգավիճակին։ Ես կարծում եմ, որ կարևոր դիրք անկախ մեր կամքից, նույնիսկ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է այսօր իշխանության եւ այլն, կան կարևոր տենդենսներ, որոնք կատարվում են հանրության մեջ։ Դա դեպի ազատ ապրելու մղումն է։ Հնարավոր չի պատմության անիվը հետ պտտացնել։
Նույնիսկ եթե մի որոշակի ժամանակ հետ պատածեցիր, հետո այնպիսի ուժով կգնա առաջ, որ կքանդի ամեն ինչ։ Դες թվում է Ռուսաստանում հնարավոր է այդ անիվը հետ պատածնել։ Ես չեմ կարծում, որ այս վիճակը Ռուսաստանի շատ երկար տևի։ Եվ ռուսները չեն մտածում շատերը։ Հա վախի մթնոլորտ, հա հալածանքներ, հա պատերազմ, հա սպառնալիք, ինչքան եթե քո երկիրն ես քանդում, եթե մտավորականության, արվեստագետների, գիտության, կրթության լավագույն մասնագետները թողնում գնում են քո երկրից։ Ո՞վ է երկիրը առաջ տանելու։ Ինչ մակարդակով է առաջ գնալու, ինչ չափանիշներով։ Նույն բանը կարծում եմ մեր մոտ հնարավոր չի դա անել։ Հնարավոր է խաբել, հնարավոր է վախեցնել։ Հա, մենք ունենք այդ սովորությունը վախեցնելու։ Բայց ժամանակը անցնում է եւ կարծում եմ անկախ նրանից, թե ինչպիսին են եղել այս 35 տարին, շատ թերի է եղել մեր պետականությունը, բայց միևնույն է մենք եղել ենք անկախ երկիր եւ այդ հոգեբանությունը անկախ երկրի անկախ քաղաքացու հոգեբանությունը երիտասարդության մեջ մտել է։ Աշտանա Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերում անցկացվելու են տիմընտրություններ։ Դուք էլ հյուրախաղերով լինում եք Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ձեր կոչը ո՞րն է, հա, հասկանալի է, խնդիրները շատ կան։ Ես մաղթում եմ, որ ամենտեղ հաղթեն այն մարդիկ, որոնք կզբաղվեն կոնկրետ այդ տարածքի բարելավմամբ, մարդկանց հոգսերով, չմտնեն մեծ հարցերի մեջ, որտեվ լավ է, երբ որ քո ֆորմատով է բոլոր հարցերը լուծում, նրանք ովքեր պետք է պետական խնդիրները լուծեն, թող իրենք լուծեն, դուք համայնքայինը լուծեք։ Ընդ որում համայնքայինը ոչ պակաս կարևոր է, քան այսպես ասած համապետական։ Հայաստանը սխալ էր մի քիչ կառուցվում, Երևանից էր կառուցվում։ Իրականում պետությունը կառուցվում է սահմաններից, ժամանակ ամուր է, պետությունը բուրգ է։ Չի կարելի վերևի կետից համարակակից կառուցել չի մնա, այլանդակ երևույթ կդառնա, ինչպիսին այսօր Երևանն է, որտեղ ապրում է բնակչության 1/3-ը, բոլոր տեսակետներից, եւ էկոլոգիայի տեսակետից, եւ անվտանգության տեսակետից սա լուրջ խնդիրներ է պարունակում իր մեջ Երևանը։ Բայց այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, պետք է զգա իրեն այս երկրի լիակատար քաղաքացի, ունենա այն բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ունի, ասենք թե Երևանի կամ Գյումրու բնակիչը, սա իմ համար միանշանակ է։ Սա նշանակում է ճիշտ մոտեցում։ Կարծում եմ համայնքային ընտրություններում պետք է առաջին հերթին ընտրողները այդ պահանջները ներկայացնեն քաղաքական ուժերին եւ տեխնացուներին։ Փորձ, գիտելիք, կարողություն։ Այս երեք հիմնական մոտեցումն է։ Եվ մի ոլորտային հարց տամ, քանի որ էլի շրջագայում եք, վստահաբար թատրոններ մտնում դուրս եք գալիս, շատ աշխատանք կա համայնքային թատրոնները զարգացնելու։ Երեք աշխատանք միշտ էլ կա։ Ես չեմ կարծում, որ ամեն մի համայնքում պետք է լինի թատրոն, բայց կարծում եմ, որ ամեն մի համայնքում պետք է լինի մի օջախ, որտեղ կարողանան տարբեր թատրոններ, այդ թվում Երևանի եւ Գյումրու եւ Վանաձորի թատրոնները գան եւ հանդես գան հյուրախաղերով եւ ոչ միայն թատրոններ, նաեւ տարբեր խմբեր եւ այլն, երաժշտական, լինի դա դասական, լինի դա ջազ եւ այլն, որտեղ իրականում գավառամտությունը ոչ թե գավառում ապրելու մեջ, այլ ուղեղում է։ Եվ մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, պետք է բարձր արվեստի կարողանան, բարձր արվեստի հետ շփվեն։ Արդեն շատ բան է արվում։ Մենք վերջերս ենք վերադարձել հյուրախաղերից, Ագարակից մինչև Բերդ, շատ տեղերում կառուցվում են կամ վերանորոգվում են այդ մշակույթի տները, նորոգվում են, ջեռուցում է անցկացվում օդափոխություն, դահլիճը, աթոռներն են կառուցվում, ձայնային, լուսային ապարատուր, այդ process-ը գնում է։ Այդ process-ը ինչքան արագ գնա եւ ինչքան ավելի շատ համայնքներ իր մեջ ներգրավեն, այդքան ավելի մեծ հաճույքով մենք կգնանք եւ այդքան ավելի, ասեմ ասեմ, անկորուստ որակով կներկայացնենք մեր արվեստը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։